ու այս խոսքերից որպես ապացույց էլի կա մի հատ այս անգամ արդեն տեսանություն, որ էլի վստահ կարա հասանելի դատարանի համար խուզարկության ժամանակ մեր տանը, երբ որ հացը աշխատակիցները մոտենում են գրասեղանին, իրանք տեսնում են, որ գրասեղանը ամբողջովին պատված է նմանատիպ թղթերով ու ակնհայտ այդ թղթերից մի քանիսը մարդկանց մոտ առաջացնում են ինչ-որ կասկածներ, այսինքն աշխատակիցները սկսում են նկարել ինչ-որ հարցեր տալ, բայց այն պարզ պատճառով, որ ես այդ ժամանակ տեղը ներկայացնում, ես բացատրում եմ որնա, այսինքն մարդիկ հարց են տալ, իրեն գրածա W23 շաբթի խոսքի, ինչ ասում իրանց տեսանկյունից դա ինչ-որ կասկածելի բան է, բացատրում եմ, որ սա իմ օրինակ մարզումների ծրագիրն է, մյուսը ինչ-որ կենցաղային գնումների ցանկա, հաջորդը գնումների ցանկա կապված մեր ուրեմն ՓԲ-ի հետ, մյուսը ինչ-որ բևերի համար օրինակ ագիտացիոն արշավի նախապատրաստում է և դրանով զբաղվել եմ իմ մասնակցությունը բևերին եղել է ուրեմն մարքեթինգի ագիտացիայի գովազդի իմաստով, որովհետև ես համապատասխան աշխատանքային գործ ու բնականաբար կան բավականին մեծ քանակությամբ նմանատիպ նյութեր։ Երբ որ ես բացատրում եմ տեղում մնացած աշխատողներին այդ ամեն թղթի բովանդակությունը, մարդկանց մոտ հարցերը հաստատի սպառվում են, այսինքն իրենց կասկածները փարատվում են, որովհետև այդ թղթերից և ոչ մեկը մարդիկ գործին չեն գցում։ Եթե կասկածներ պետք է որ գցել են, դրա համար բացի սրանից էլի թղթի հետ կապված բավականին հաջող է ստացվել, որ թղթը վերագրվում է ինձ, բայց քրեն աշխատում է, ոնց որ մի գործողությամբ երկու խնդիրներ էլի, այս էլ է շատ տարօրինակ։ Ես վստահաբար չեմ կարող ասեմ, որ իմ հեղինակացն է, ես խիստ կասկածում եմ, որ ես այդ որից է կապում եմ, ինչը վերաբերում այն ձեռագրին, իմ ձեռագիրը գրեթե տպապարեն մոտի ձեռագիրը, 5-րդ դասարանի աշակերտների կարելի ձեռագիրը կրկնօրինակի ու ցանկացած բանվերի իբրաթերի մանուից։ Բացի սրանից, ուրեմն էլի այդ թղթի հետ կապված ես զուտ բովանդակությունը նայելով կարամ ենթադրել դատարանի օգնելու համար, որ ուրեմն, այսինքն ոչ թե ենթադրեմ, ես կկիսվեմ մտքով, որ այդ ժամանակը հատվածում եղել է, այդ թղթի հետ կապ ունի, թե կապ չունի, արդեն դատարանը որոշի։ Ուրեմն 23 թվականին, երբ որ տեղի ունենում Արցախի բողոքական, ես իմ ընկերների հետ ունեցել ենք բազմաթիվ զրույցներ, քննարկումներ, թե ոնց կարելի է Արցախի մարզի բնակչությանը որից եկել օգնել, այսինքն օգնել ասվածին, ինչ-որ բան մարդկանց հասնեն, բոլորս տեսնում ենք ինչ վիճակ է, քանի որ մենք զբաղվում ենք ուրեմն արտասանների արտադրությամբ և ես ունեմ որոշակի պատկերացում, ես նախ կարամ 100%-ով պնդեմ, որ այդ ամեն ինչ ֆարս է, ուղղակի շատ էժանագին բլեֆ է եղել, որտեղ հնարավոր չի ինչ-որ բան հասնելը, արտասերով այնտեղ ապրանք հասնելը 100%-անոց է եղել։ Այսինքն 21-րդ դարում, երբ որ որոշ շրջան գտնվում է ցամաքային լոկադայինը չի քանակում, դեռ ոչ մի չես կարող հասցնես, ու դրա ապացույցները մենք այսօր տեսնում ենք, չգիտեմ, Կիևում, Մոսկվայում, Պարսկաստանում, Իսրայելում այնտեղ, որ չկա որևիցե երաշխավորված ուղղված քաղաքային պաշտպանության համակարգ, որը որ կարա ԱԹՍ-ին ուրեմն քիչ թե շատ էական վնաս տա։ Առավել ևս, երբ որ խոսքը գնում է օրինակ ԱԹՍ-ի թաքցնելը մեկնարկը անել, ենթադրենք, ոնց որ ես դա պատկերացնում, ջերմուկի մատույցներից, ու ինքը պետք է ընդամենը անցնել Քաշաթաղի ուրեմն շրջանը, որը որ լեռնահանդաղային տարածք է ու շատ կարճ է, որտեղ վախեցում թռնում հողով ճանապարհով ու հակառակորդը այնտեղ հայտնվել էր բավականին կարճ ժամանակահատված, ինքը ոչ թե չէր կարող դրանք խլացնել, ինքը չէր կարող դրանք նկատել, որտեղ եթե ԱԹՍ-ն գնա ձորով Ստեփանակերտ հասնելը մեկից մեկ էր։ Կան լիֆտեր կարգի դրոններ, հատենց ակոչվում, դրանցից յուրաքանչյուրը զորյա տեղափոխի 50-ից 100 կիլոգրամ օգտակար ուրեմն զանգված
ու ի սկզբանե ես մտածում էի դրանցից մի քանի հատ գնենք, որպեսզի հասցնենք, չգիտեմ, դեղորայք, հասցնենք շորեր սնունդ կամ ինչի կարիք որ Արցախում կա, բայց խնդիրը այն է, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 50,000-ից $-ից ու վերև ու հասկանալի է, որ մի հատ եղանակ չէր փոխում, մենք նամակում անդի չենք տվավինում, հետևաբար իմ կողմից ըլնում է առաջարկ, որի մասին իմացել է մենակ Մարգարյան Աշոտես, առաջարկել են ֆիզիկապես, այսինքն ոտով գնալ հասնել Արցախ ինչ-որ օգնություն փորձել տանել, այդ օգնությունը ես նախատեսում էի, ես Բևերից ոչ մեկին չեմ տեղեկացրել, չեմ հարցրել, այդ քննարկմանը գործը չի ասել, ուղղակի ես տեսել եմ, որ Բևերը շատ է օգնում, այսինքն ինքը Արցախից տեղահանվածներին արդեն հետագայում, այսինքն համ եղել է օգնություն դեղորայքի միջոցով եւ այլն, ենթադրություն է եղել իմ կողմից, որ մենք կարանք ուղղակի տեղից մեկնենք, ֆիզիկապես տանենք հասնենք այնտեղ։ Բայց Աշոտը բացատրել է, որ այսօրվա օրով դա մեր մասած հնարավոր չի, որովհետև առանց պետական աջակցության աննկատ մտնելը հարաբերակցությունից հետ գալը գործնական հնարավոր չի։ Հետևաբար դրանից հետո իմ գաղափարը կարելի է ասել չեզոքացվել է ու որևիցե քայլեր մենք չենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Սա երբ իմ ասող սրանից ավել բան չեմ կարող ասել, մի հատ էլ շեշտում ես իսկ կասկածում եմ, որ այդ իմ թուղթն է, ինչը վերաբերում է ապստամբությանը, ես եղել եմ մի քանի անգամ իմ ընկերների հետ խոսալուց, ասեմ, որ մենք բոլորս արտահայտ հասկանում ենք, որ բլոկադան ավարտվելու է ռազմական ճանապարհով, դա ակնհայտ բոլորի համար, ըստ երևույթի բացի մեր իշխանություններից, ու մենք ենթադրում ենք, որ Արցախի բնակչության կողմից կլինի տևական դիմադրություն, ու մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանն է դրան կմասնակցի, այն պարզ պատճառով, որ սահմանադրությունն է արտադրում զուտ։ Ու մենք մտածում ենք, ոնց կարելի է այն պայմաններում, երբ որ արդեն թշնամին ենթադրենք մտել Ստեփանակերտ, բայց բնակչությունը, այսինքն հայերը այնտեղ տեղում են, ոնց կարելի է օգնել, ոնց կարելի է կազմակերպել, ուզում եք անում դերեք ապստամբություն, ուզում եք ասեք դիմադրություն, ոնց ուզում եք ձևակերպեք։ Այսինքն գաղափարներ եղել են, բայց վստահաբար դրանցից ոչ մեկը չի վերաբերվել Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված 29,820 կիլոմետր տարածքին ու մեղադրող կողմը չի կարող բերի ոչ մի հատ ապացույց, որ մենք առհասարակ ինչ-որ բան ենք նախաձեռնել, օրենքի խախտում պահում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա ինչ վերաբերում է թղթին, ուրեմն երևի մի հատ է կարևոր հատվածի անդրադառնամ եւ ավարտեմ։ Ուրեմն կարելի բավականին հայտնի ձայնագրություն, որտեղ հնչում է ռադիոյում բառը, ընդ որում ես ուզում եմ շեշտեմ, որ չի հիշում։ Մենք չենք ասում ռադիոյում, դա ասում է պայմանական ռադիոյում, պայմանական բառը նշանակում է օրինակի համար։ Այսինքն մենք այդ ժամանակ գտնվել ենք ռադիոտան դիմացի այգու սրճարանում, ռադիոտան շենքը ֆիզիկապես եղել է մեր դեմը։ Եթե մեր դեմը, եթե մենք կմենք ուրիշ օրներ ինչ-որ կաֆեում նստած, մեր դեմը ավտոդաբաց նահանգեք, ինչ պետք է մեղադրեք, ասեք ուզում ենք այնտեղ այն կգնամ նստան, հա, միտքը որն է, ու մենք չենք ասում պայմանական ռադիոտուն գրավել, չգիտեմ, պայքացնել եւ այլն, sense բառապաշար չկա, խոսքը ուղղակի պայմանական ռադիոտուն, դրանից հետո ձայնագրությունը ավարտվում է, կտրվում է, ես ինչ եմ դեմ դրանից հետո, որից է հանցավոր նախաձեռնություն կամ ոչ չի եղել ընդհանրապես, ոչ մեկից կողմից այդքանը վստահաբար կարող ասել, համ իմ տեղը, համ իմ ընկերների փոխարեն։ Ու ռադիոտան մասին խոսալուց շատ հետաքրքիր է, ոնց որ այն մարդը կանեք դանդիճում ավելի քիչ չկա, բայց ով որ իրան թուրք են ասում, ինքը դրանից ված չի զգում, դա էլ է հատկանշական, ուրեմն կա տեսավորություն բոլորին հասանելի,
երբ որ տվյալ անձը մարդկանց ուրեմն խմբի կազմում ըստ երևույթին հաստատական համաձայնությամբ դուրը ջարդելով մտնում է ռադիոդաշենք, որը որ համարվում է պետական հատուկ պահպանման օբյեկտ, հատուկ կապի կետ, ուրեմն ուժով դուրս են գալի կապի, մտնում են այդ շենք, մտնում են եթեր, ու այդքանից հետո որևիցե հետևանք չկա։ Այդ նույն անձնավորությունը ուրեմն 23 թվականին էլի ստեղծելու կարիք չկա, որովհետև ու եթերը բացել է, տեսագրությունը կարող է ինչ-որ մեկը մոռացել է։ Բառացի ասում է, որ մեր բանակը չի մասնակցելու Արցախի պաշտպանության, այսինքն մենք մեր ազգի մի հատվածին ուղղակի թողում ենք շուրքերը ինչ անեն անեն։ Ունդեղ կռիվ է գնում մի քանի օր, մենք ուղղակի ստենստված ենք, որ մենք հնարավորություն չենք ունենում մասնակցել, որտեղ մեր պետությունը մեզ դա թույլ չի տալիս։ Չնայած այդ հայտարարությունը, որ բանակը չի մասնակցելու, ուղիղ խախտում է համ այն ժամանակ, համ մինչև օրս գործող սահմանադրությունը, որտեղ որ հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը կարելի է, եթե հավեսը տա, կարա իրան թույլ տա, պարտավոր է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը եւ Արցախի մարզի տարածքային ամբողջականությունը։ Չկա ստե իրավախախտում։ Ռադիոդա մեջ չկա իրավախախտում, դուք դրա մեջ մեզ եք մեղադրում։ Դատարան եք, դուք պետք է անկախ եք, չէ՞։ Բայց փաստացի այդ նույն մարդը ուր եթերով հրահանգակվել դատարանները շրջափակելու ու այդքանը արվել մի խումբ մարդկանց կողմից։ Եղել է դրա միակ հետևանքը։ Դատախազությունն է գործառույց է, ԱԱԾ-ն է գործառույց են, որում ճակատագրի երկնանքով այն վարչությունը, որ հենց տենց է կոչվում է սահմանադրական կարգի պահպանման, որոշի բան չի արել, մեզ է ձերբակալ է։ Ինչի համար, որ մենք փորձում ենք Արցախ օգնություն հասցնենք, լավ արել եք հերն է անիծած, բայց իրենք դեպքերով բան չունեք անելու, երդում եք դրես զինվորական, թե վախում եք։ Այսինքն 18 տարեկան երեխան չի վախում, ոսկում կռիվ կա մահանը չի փախնում դիրքից, իսկ մեր ուսադիր կրող մարդիկ համազգեստով ակնհայտ իրավախախտումը տենում են, որ ապացուցման կարիք չունի, բայց վախում են գործառույցեն։ Ու այդ վախի պատճառով այդ մարդիկ այսօր ուզում են էլի մնալ իշխանության։ Պետք չի եղել ինչ-որ կոնսպիրացիաների դիրքը, որ Պուտինը զանգել է Տրամփն ասեցի, ինչ չէ, դա ամեն ինչ շատ պարզ է ու ակնհայտ է։ Այն մարդիկ, ովքեր իրենց ծառայության բերումով պետք է ապահովեն օրինականությունը, ովքեր որ երդում են տվել ծառային օրենքի ու ազգին, իրանք դա չեն անում, իրանք ծառայում են ռեժիմի շահերին, ու այդ ռեժիմը մենք բոլորս տեսնում ենք ծառայում է պրյամը թուրքերին, ուրիշ ոչ մեկի։ Այդ նշանակում է, որ դուք ծառայում եք թուրքի ծառայողին։ Դե ասեք որտեղ չի։ Ձեր պաշտպանելու չկա։ Դե բաշխում եմ ավելացնելու հարցերի պատասխանելու ցանկություն հասկանալու հետո ես չունեք հարցերի պատասխանելու, դա ձեր իրավունքն է, ըստ հերթականության մյուս հարցաքննությունը պետք է իրականացնենք Աշոտ Մարգարյանինը, սակայն դատարանության մասնակիցներին հայտնեմ, որ խափանման միջոցի հարցում քննարկելու մեկ այլ դատական երաշխիքների վարույթով երկարաձգելու հարց, ուստի այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել Աշոտ Մարգարյանին հարցաքննել հաջորդ դատական նիստում։ Եկեք նիստի օրը որոշենք, մոտ օր կարող քննենք իմ կարծիքով։ Չունենք, չէ՞ նախապես որոշված օրը։ Մարտի 24-ին ժամը 2-ին հարմար է կողմերը։ Բոլորին հարմար է։ Ասեք։ Քանիսին։ 12-ին։ Բայց մի ժամից ավելի դժվար տեղի, չէ՞։ Չգիտեմ ինչքան ժամանակ կտևի, բայց ժամը կարող Հա, այդ եմ ասում, որ 12-ից մինչև 1-1.5 նիստ տանեք, 2-ին ստեղ կլինեք։ Հա։ Ինձ էլ ատես թվում։ Ուղղակի ես գնում եմ 2-ին, որտեղ ժամը 4-ին ուրիշ նիստ ունեմ։ Դա ամեն դեպքում, եթե կես ժամ ուշանակ, կսպասենք, որևիցե։ Այո, հաջորդ դատական նիստը նշանակում է 2026 թվականի մարտի 24-ին ժամը 14:00-ին։ Եթե դու դեպի պարբարան ես կխնդրեմ, բակում որ ապրիլին հնարավոր է այսքան ծառայական ոչ մի դատարան դեպի Օրդենենք նկատի ունենալով, որ ես
այս ժամանակում բաց է գրել եմ Հայաստանից, բաց ենք պլանավորենք մինչև Շատ, տենց էլ կանենք։